Գնացինք։ Այսօր երեխեք ջան անցնելու ենք աղյուսակները։ Աղյուսակները ինչ են իրանցից ներողություն ցուցակներն ենք անցնելու, հետո նոր աղյուսակներ, եթե ժամանակ լինի։ Մեր ցուցակները իրանցից ինչ են ներկայացնում։ Մենք հաճախ մեր կյանքում շփվում ենք նմանատիպ, հա, ցուցակների հետ, որտեղ կա, չգիտեմ, տնտեսական ապրանքներ ու գնում է հերթականությամբ տնտեսական ապրանքների անունները, հա, վերնագրով ու փոքրիկ ենթավերնագրերով այդ ցուցակը գնում է։ Ուրեմն մեր այս HTML-ը նույնպես ունի իր ցուցակները, ու այդ ցուցակների հետ լուծումը ինքը ոնց է տվել։ Ուրեմն ունի երկու տեսակի ցուցակներ՝ համակարգված եւ չհամակարգված։ Ինչ են իրենցից ներկայացնում այդ համակարգված ու չհամակարգված ցուցակները։ Առաջին ցուցակը, որը մենք անցնելու ենք, ինքը ինչ որ հստակ համակարգում չի տալի, ուղղակի հերթականություն է տալի իր ցուցակի ներսում գտնվող, հա, տարերին։ Իր գրելաձևը հետևյալ ձև է։ Ինքը գրվում է UL թեգի միջոցով, UL թեգը բացվող փակվող թեգ է, ու իր մեջ արդեն, եթե մենք ուզում ենք գրենք ցուցակի տարերը, բացում ենք li թեգերը, հա, մեր ցուցակը քանի տենց կետ է ունենալու, այդքան էլ li է ունենալու։ Այսինքն իմ չհամակարգված ցուցակը UL-ն է, UL-ը ցուցակի չհամակարգված։ Մարդ ունենք միացնելու, Վալոդյա։ Ես գիտեմ արդեն երեխեք ժամանակ է պետք, հա, որ սաղի անունները հիշեմ, մի քիչ հատացեք։ Հիմա բոլորը կան, չէ՞։ Հաջորդ դասից ոնց որ ներկա բացակայով անենք։ Վալոդյա ջան, ուրեմն ցուցակներին ենք անդրադարձել։ Ինչ են իրանցից ներկայացում ցուցակները, ունենք երկու տիպի ցուցակներ, հա, համակարգված ու չհամակարգված։ Հիմա չհամակարգված ցուցակին ենք անդրադառնում, իր գրելաձևը ոնց է։ Ինքը UL թեգի միջոցով է գրվում, UL թեգը բացվող փակվող թեգ է գրվում է ու ամեն մի հատ տար ցուցակի մեջի, հա, մի հատ տող գրվում է li մեջ։ Ասենք իմ UL ցուցակի մեջ ես գրում եմ ինչ-որ, չգիտեմ, կաթնամտերքի ցուցակ եմ, հա, ուզում որ անեմ։ Գրում եմ պանիր խոսքի։ Ոնց է այս ամեն ինչը արտապատկերվում իմ բրաուզերում։ Հիմա գնում ենք, run ենք տալիս։ Եղեք այս մասերը գնալ, կոդը run տալ, այս ամեն ինչը պարզ է, չէ՞ բոլորիս մոտ։ Մարդ չկա, որ տենց ուղղակի իր մոտ չի ստացվում կամ չի լինում։ Լավ, եկեք մոտ բերեմ, որ երևա ավելի լավ։ Ուրեմն սա ցուցակիս առաջի էլեմենտն է, որը գրեցի իմ ռեդակտորում ու արտապատկերվեց բրաուզերում, հա, պանիր, չգիտեմ, Ctrl+C ենք անում, Ctrl+V-ով ավելացնում ենք, քանի հատ ուզում ենք, անցած դասին էլ ենք արել, հա, պանիր, չգիտեմ, մածուն ու կարակ, ես էլ կատ, ուրեմն սա իմ ցուցակն է, չհամակարգված։ Ուրեմն ոնց է ինքը արտապատկերվում։ Տեսեք այս ամեն մի հատ կետ, հա, ամեն մի հատ տող նշվում է մի հատ կլորիկով։ Ու իմ ցուցակը արդեն պարզ է։ Բայց այս ցուցակի մեջ մենք կարող ենք փոփոխություններ անել։ Մեր UL թեգը ընդունում է type ատրիբուտը, type-ը դնում ենք circle։ Քանի արժեք է ընդունում երեխեք։ Հա, կարակ գրեք։ Երեխեք ջան, քանի արժեք էր ընդունում մեր չհամակարգված ցուցակի UL թեգը։ Type ատրիբուտը քանի արժեք էր ընդունում։ Իր հիմնական
ձևը, հա, լռելային տեսակը լինում էր, երբ որ կլոր էր ու մեջը լիքներ, չէ, մուգ սև էր։ Հաջորդ type-ը դա circle-ն էր, իսկ այն մյուսը ապրեք, որ հիշում եք, square, այսինքն քառակուսի է լինում այն մյուսն է, չէ։ Այս մյուսն է քառակուսիով է։ Եթե ես իրա type ատրիբուտը փակեմ, ինքը իրա ամենասկզբնական տեսքին է գալու։ Ֆիքսեցիք։ Եկեք, բայց իրան sense թողեմ, հա, իրա type ատրիբուտով, type-ի արժեքը կարամ տամ, կարամ չտամ։ Եկեք circle գրենք ու թող sense մնա։ Սաղի մոտ ստացվել այս ցուցակի մասը։ Ինչա բերում։ Չի լինում։ Ոնց կարա չլինի։ Հələ պահի էկրանին Գևորգ։ Որովհետև գրում ես tag-ի ներսում, հա, type-ը, UL-ը, երբ որ բացվում է հələ չփակված, առաջի UL-ը, չփակվող tag-ը, բացվող tag-ի UL-ի ներսում ես գրում։ Type-ը հավասար է circle, ասենք, կամ square, ինքը քառակուսի է կամ կլոր է, հա։ Էրիկ կհիշացնես reverse-ը ինչ էր անում ու որտեղ էր կիրառվում։ Ոնց էր փոխում, ինչ պրինցիպով։ Չէ։ Հերթականությունը ոնց որ բան էր անում, չէ, ֆռացնում էր, reverse, այսինքն պտտել։ Բայց այս reverse-ի դա ատրիբուտը աշխատում էր համակարգված ցուցակների հետ, չէ՞ միայն։ Reverse-ից։ Գրել եք երեխեք այսքանը։ Փորձել եք, ձեր մոտ ստացվել է։ Այսինքն չհամակարգված ցուցակների դեպքում ինքը չի աշխատում։ Ճիշտ է։ Ինքը աշխատում է համակարգված ցուցակների դեպքում։ Всё, անցնենք առաջ։
Անցնենք։ Հաջորդը երեխեք ջան, համակարգված ցուցակն է, որը գրվում է հետևյալ կերպ։ Ինքը գրվում է OL tag-ի միջոցով։ Հա? OL tag-ի մեջ նորից ամեն մի տողը գրվում է li։ Հա? Քանի տող որ ուզում ենք լինի, ինքը գրվում է li-ով։ Ամեն մի տողը մեր մոտ li է։ Սա էլ մեր մոտ տնտեսական ապրանքների ցուցակը, հա? Գոգաթիակ, ավել։ Հատակի շոր ու դույլ։ Սենց ինչ-որ մի հատ ցուցակ ունենք։ Ինչա իրանից ներկայացնում իրենից մեր այս համակարգված ցուցակը։ Ուրեմն, ինքը արդեն հստակ գրվում է 1, 2, 3, 4, հա, ու ինչքան ավելանում է, ինքը բնականաբար այդ թվերի հաջորդականությունը պահելով մեր ցուցակը հստակ համակարգված ձևով մեզ է ներկայանում։ Այ հիմա ես OL-ի մեջ, եթե գրեմ reverse-id ատրիբուտը, իմ համակարգված ցուցակը գլխի վայր շուռ կգա, հա? 4, 3, 2, 1։ Համարակալմանն է վերաբերվում, երեխեք ջան, ոչ թե տարերին, այլ համարակալումը գլխի վայր շուռ է գալիս, հա? 4-ից է սկսում, դե վերևից ու իջնում է մինչև առաջի էլեմենտը։ Իսկ եթե ես ուզում եմ, որ իմ ցուցակը սկսի իր համարակալումը 7-ից, ոնց եմ անելու։ Գոյություն ունի start ատրիբուտ։ Մեր start ատրիբուտը մեզ տալիս է սկզբնական արժեք, որը որ ուզում ենք մենք նշենք, ասենք ես ուզում եմ, որ իմ ցուցակի համարակալումը սկսի 7-ից, այլ ոչ թե 1-ից, 2-ից, 3-ից, ուզում եմ միանգամից սկսվի 7-ից։ Դրա համար գոյություն ունի start ատրիբուտ, որը ընդունելով արժեք հնարավորություն է տալիս իմ ցուցակին ամենասկզբի էլեմենտին տալ այդ արժեքը ու դրանից հետո նոր հերթականությամբ նորից շարունակել։ Այսինքն այդ թվից սկսած սկսում է հաջորդականությունը, հա? 7, 8, 9, 10։ Եթե ես հիմա էլ անեմ իմ reverse-ը, նույն ձև աշխատելու է։ Հա, 7, 6, 5, 4։ Լավ չաշխատեց, բայց։ Աստորեն, 7, 8, 9, 10, 7, 6, 5, 4։ Հասկացա։ Start-ի դեպքում ուրեմն չի աշխատում։ Լավ չի։ Start-ը ու reverse-ը իրար հետ անհամատեղելի են, աստորեն, ճիշտ ասած չէի փորձել այդ մասը, բայց փաստորեն։ Եթե ուզում ենք start-ով, չգիտեմ, ինչ-որ համարակալում անենք, եթե մեզ պետք է 7-ից, ուրեմն այդ դեպքում reverse-ը կիրառելի չի դառնում կամ աշխատում է տարօրինակ ձևով մեր start-ից դեպի ներքև, հա? Ուրեմն 7, 8, 9, 10։ Այս էլ համարակալման հետ կապված։ Արել եք բոլորը, երեխեք այսքան մասը։ Մարդ կա, որ հələ չի արել։ Դե որ բոլորը տարել եք, եկեք այս ցուցակները մի հատ վերհիշենք, մի հատ կրկնենք ու անցնենք առաջ, հա, հասկանանք ինչ անցանք։ Ուրեմն հստակ հիշում ենք, ցուցակները մեր HTML-ում լինում են երկու տեսակ, հա, համակարգված ու չհամակարգված։ Մեր չհամակարգված ցուցակները դրանք UL-ներն են, որոնք իրանց մեջ պարունակում իրենց գրելաձևը հետևյալ ձևի է, բացվում է UL tag-ը,
ու իր մեջ գրվում է ամեն մի տողը լիերով։ Յուրաքանչյուր բացվող ու փակվող լի մեր UL-ի համար համարվում է տող։ Ինքը ընդունում է type ու իր type-ը լինում է 3 տեսակ։ Մեկը, որ ընդհանրապես ոչ մի արժեք չենք տալիս ու ինքը լինում է կլոր մեջը սև, հա, լցված։ Եթե մենք type-ը տալիս ենք circle, ինքը լինում է կլոր ու մեջը դատարկ, եթե տալիս ենք square, ինքը լինում է քառակուսի ու մեջը լիքը։ Այս 3 type-ն է ինքը ընդունում ու չհամակարգված ցուցակի համար գոյություն ունի մենակ այս մի ատրիբուտը, որը կիրառություն ունի։ Հաջորդը մեր համակարգված ցուցակն է, որը գրվում է OL-ի միջոցով, էլի բացվող փակվող թեգ է մեր OL-ը, մեկ էլ իր մեջի ամեն մի տողը նորից գրվում է լիերի միջոցով։ Ընդունում է reverse-id ատրիբուտը, որը շրջում է ցուցակը, գլխի վայր, ցուցակի համարակալումը շրջում է, բայց եթե մենք իրան օգտագործում ենք start-ով, ինքը չի աշխատելու, այդ մասն ենք ֆիքսում։ Եթե մենք ուզում ենք մեր ցուցակը սկսի ինչ-որ կոնկրետ թվից, մենք անպայման օգտագործում ենք start ատրիբուտը, ու start ատրիբուտի ընտրված արժեքը, գրված արժեքը համարվում է մեր առաջի էլեմենտի համարակալումը, ու դրանից սկսած հետագայում արդեն հաջորդականությունը ճշգրտությամբ շարունակվում է, Մեկ էլ մեր OL համարակալված ցուցակը, բացի թվերից, որ ասենք իր համարակալումը լինում է թվերով, դրանից բացի ինքը ընդունում է type, մեր type-ը լինում է տարբեր։ Ինքը եթե նշում ենք 1, տեսեք քանի տեսակ է բերել։ Եթե մենք նշում ենք 1, իր համարակալումը լինում է թվերի միջոցով։ Եթե մենք 1-ի փոխարեն նշում ենք փոքրատառ I, իր համարակալումը լինում է հռոմեական թվերով։ Եթե ես նշում եմ մեծատառ I, իր համարակալումը լինում է հռոմեական թվերով, բայց արդեն մեծատառ I-երով։ Հաջորդը, եթե ես նշում եմ I-ով, ինքը անում է լատինատառ փոքրատառերով, ABCD, սա մեր իմացած այն հայտնի թեստն է, ABCD տարբերակները։ Ու մեր հաջորդը լատինատառ մեծատառ An-ը, որը մեզ հնարավորություն է տալի մեր ցուցակը համարակալելու ըստ մեծատառերի, ABCD։ Լավ, պարզեր այս ամեն ինչը։ Հարցեր ցուցակների վերաբերյալ։ Չունենք։ Շատ լավ։ Հաջորդ թեգը, որի հետ մենք պետք է ծանոթանանք, ինքը link-ն է։ Օրինակ, մենք հաճախ, ժողովուրդ ջան, մենք արդեն ծանոթացել ենք, երբ որ էսի բացվում է, մենք կոչում ենք սրան new tab, նոր էջ է բացվում մեր համար։ Մենք հաճախ ինչ-որ միտեղ, ինչ-որ տես կայքերի մեջ տեսել ենք, որ գրված է ինչ-որ մի բան, որի վրա սխմելուց գնում ենք մեկ այլ ուրիշ տեղ, ասենք չգիտեմ, ինչ-որ միտեղ գրած է լինի facebook.com, երբ որ սխմենք մենք դրա վրա, ինքը առանձնանում է, առանձնահատուկ մի հատ ձև ունի, ասենք կապույտ գույնի է ինքը լինում, իր տակը լինում է գծած, բայց մենք հնարավորություն ունենք CSS-ի միջոցով այդ գիծը հանելու։ Բայց բացի այդ, մենք ունենք մի հատ թեգ, որը մեզ այդ հնարավորությունը տալիս է դնելու link, կոչվում է link, երբ որ մենք սխմում ենք այդ link-ին, գնում ենք հաջորդ էջ կամ տվյալ էջը հենց դառնում է մեր ցանկացած կայքը, որը որ դրված է այդ link-ի տակ։ Հաջորդ թեգը դա a թեգն է, որը մեզ տալիս է այդ հնարավորությունը, Ուրեմն, մեր a թեգը գրվում է հետևյալ ձև, a, այս մեր a թեգը բացվող փակվող թեգ է։ Ինքը իր մեջ ունի ատրիբուտ, որը կոչվում է href։ Մեր href ատրիբուտը մեզ տանում է որտեղ որ մենք ցանկանում ենք, href-ի միջոցով մենք տալիս ենք ուղին,
ոնց որ վերևում հիշում եք, չէ, link tag-ի միջոցով մենք գրեցինք, հա, href-ը մեզ տարավ դեպի մեր լոգոն, հա, այս նկարին, իսկ սա մեր ուղին էր, href-ի մեջ գրվում էր ուղին, image/logo.av, ուրեմն, իմ a tag-ի միջոցով ու href ատրիբուտի, կներեք, href ատրիբուտի միջոցով ես այդ ամեն ինչը կարող եմ համակարգեմ, ուրեմն, ստեղ կարամ գրեմ youtube.com, հիմա եթե չգնաց, ու ստեղ էլ գալիս եմ գրում եմ այն անունը, որը երևալու է իմ բրաուզերում, եթե ես ուղղակի սենց թողեմ ու գամ բրաուզերում նայեմ, հա ինքը ոչ մի բան չի բերելու, ես պարտավոր եմ այս tag-ի մեջտեղի հատվածում գրեմ անունը, հա, YouTube, որպեսզի նկատելի լինի իմ բրաուզերում այդ ամեն ինչը, տեսեք բերեց, ինքը առանձնանում է, կապույտ է, կապույտ, միանգամից by default, ոնց որ իր լռելային վիճակը, կապույտ է, երբ որ ես մոտեցնում եմ իմ մկնիկի կուրսորը, հա, տեսեք միանգամից ինքը փոխվում է ձեռքի, ու ինձ հուշում է, որ ինքը link է, եթե ես սխմեմ իր վրա, ինքը համապատասխան link-ով գնալու է, ու իր առանձնահատկություններից մեկը նա է, որ ինքը տակը գիծ է քաշում, բայց հաճախ մեզ պետք չի լինում այս գծի հետ առնչություն ունենալ, դրա համար մենք երբեմն CSS-ով այս գիծը հանում ենք, հա, CSS-ը դա սթայլերի բաժինն է, որը անցած մի քանի դասերի ընթացքում մենք անդրադարձել ենք, բայց էլի անդրադառնալու ենք բնականաբար, քանի որ կուրսը 0-ից է, մենք այս ամեն ինչին նորից անդրադառնալու ենք, եթե ես սխմեմ իմ YouTube-ի վրա, էջը չի ճարում, դրա համար կգնամ YouTube, այս սխալմունքներից խուսափելու համար, կարող եմ մի տառ, չգիտեմ, youtube.com, պիտի որ ճիշտ գրած ենք, HTTPS-ը բերեց դրա համար, ուրեմն երեխեք ջան, գնում ենք տվյալ edge ու միանգամից copy ենք անում ու բերում ենք, հա, տեսեք, որ մի հատ մինչև մտնելը, ինքը ուղղակի youtube.com-ա բերում, մենք այտենց գիտենք, բայց երբ որ իրա վրա մի անգամ սխմում ենք, դուրս ենք գալիս, կամ սխմում ենք, մնում ենք, տեսեք, HTTPS-ով բերում է, այս HTTPS-ը մեր բրաուզերի կողմից հատուկ սահմանված, ոնց որ կարգա ձևա, որի միջոցով ինքը ճանաչում է կայքերը, հա, էսի կոպի ենք անում, անում ենք, դնում ենք մեր ռեդակտորի մեջ href-ի բաժնում, ու երբ որ ես գամ, ստեղ YouTube-ը փակեմ, հետո գամ իմ edge, տեսեք YouTube-ը բերել է, երբ որ ես սխմեմ, իմ edge-ը դառնում է YouTube-ի edge-ը, ու եթե մի անգամ գնացել եք, տեսեք կապույտ գույնը դառնում է մանուշակագույն, ու հաճախ, երբ որ Google-ում էլ դուք ինչ-որ մի հատ բան եք, հա, search անում, Google-ում, Google-ում ասենք չգիտեմ, ես երբ որ գրեցի են անգամ է տնտեսական ապրանքներ, եթե ես մտնեմ ես տնտեսական ապրանքներ էջը, հետո հետ գնամ, տեսեք իրա գունավորումը փոխվում է, այսինքն մեր բրաուզերը հատուկ գունային փոփոխություն անում, որ մենք հասկանանք որտեղ ենք մտել, իսկ որ կայքը չենք մտել, նույնն էլ, նույն պրինցիպով աշխատում է մեր a tag-ը, ու երբ որ ինքը կապույտ գունավորում ուներ, եթե մենք սխմում ենք իրա վրա, մեր edge-ը reload է ալնում ու գալիս է համապատասխան տվյալ, հա, edge-ն է դառնում, այդ ժամանակ արդեն ինքը իրա գունային գամման փոխում է, արել եք ձեր մոտ, երեխեք այս a-ի հատվածը, բոլորդ հասցնում եք, շատ լավ է, այս հատվածը որ անում է,
Ստեղ որ գրում ենք, չէ, YouTube-ը միանգամից, հա, երբ որ գրում եմ YouTube ու բերում է YouTube-ի էջը, այս մասում մի անգամ չէ, լավ, երկու անգամ որ մկնիկով կտասնենք, ինքը արդեն սենց է բերում https ուղիները 3w.youtube.com Չէ, իմ մոտ էլ է սկզբից տենց բերում, տես, երբ որ գրում եմ YouTube, ստեղ բերում է youtube.com, չէ, երևում է քո մոտ Միլենա ջան, երբ որ ստեղ գրած է youtube.com, չէ, տես մկնիկով պահում եմ ստեղ, 1, 2, երկու անգամ որ կտասնում եմ, բերում է https-ով, այս նոր սա վերցնում եմ, հա, copy եմ անում, անում եմ, դնում եմ իմ աթեգի ref ատրիբուտի մեջ, ուրեմն ձերով գրի, հարաշ չէ գրես https, վերջակետ, 2/ Մինչև դու էլ դա գրես, գրի, https, ստեղ չի փոխվում, բայց գնում է էջը, դառնում է YouTube, հենց այս մեր էջը, բաղանիսի էջը փոխվում է YouTube, այն մի էջը չէ, հենց քո էջը պիտի reload լինի ու փոխվի, հետո որ հետ ես գալի, ինքը դառնում է մանուշակագույն, գրեցիր Միլենա ջան դու ես հատվածը, Մինչև Միլենան գրի, երեխեք, սենց մի հատ բան հարցնեմ, հա, իսկ հաճախ անհրաժեշտություն առնում, որ հենց իմ էջը, չէ, reload չլինի ու չդառնա YouTube, ես ուզում եմ, որ իմ էջը մնա, պահպանվի, բայց ուրիշ թաբ բացվի, նոր թաբով բացվի, այդ ամեն ինչը ոնց ենք անում, որ ատրիբուտի միջոցով ենք այդ ամեն ինչը համակարգում, Հռեֆի միջոցով ուղին ենք անում, թե որ կայք պետքա գնա, չէ, մի հատ էլ եկեք Facebook տնենք, որ ատրիբուտներ վրեջ, ոնց է բերում, հլը ռեդակտորումը հասկանամ, հա, ոնց ես գրել, այդ անխի է, տենց անշուկ, ռև, հլը հասկանամ, մի քիչ մոտ պայի, հա, այդ հատվածում, Գևոր, ռևը հավասար է, https, չէ, մի արագ տար, հլը մի վարկյան սպասի, youtube.com, հա, հլը մի հատ գնա էջը դրի բանա, control save-ը արել ես, դե հելը գնա մի հատ բրաուզերըդ, հետ գնա, ուր է YouTube-ի հետ բանը, հելը մի հատ է սխմի,
Սխմի։ Հա զագրուսկա է այդում։ Իսկ որ դու առանձին ուզում ես YouTube-ը բացես ինքը բացում, հա։ Հələ առանձին նոր tab բացի ու արա այդ ամեն ինչը։ Առանձին tab բացի, գրի youtube.com մի հատ հասկանանք բացում է, տենց թե ուղղակի ինտերնետի հետ կապված խնդիր է, ծանր էջա ուղղակի չի բացում։ Արտյոմ, Վալոդյա, ձեր մոտ ստացվել է։ Արտյոմ, ստացվել է։ Բամանեի մոտ։ Թե որ բացեց YouTube-ը քո մոտ։ Երեխեք, Էրիկ, վրեժ։ Ու հներից, ով կա։ Ոնց ենք անում, որ առանձին էջ էր բացվում։ Որովհետև չես բացել էլ է դրան, որ սխմել ես գնացել, հա։ YouTube-ն է, Facebook-ն էլ։ Երբ որ իրանց օգտագործում ես, իրանց գունային ես փոփոխությունը ունենան, որովհետև իրանք նշանակում են, որ դու մի անգամ գոնե գնացել ես այս էջը։ Հա։ Վերջ բացեց։ Հիմա սխմի իրա վրա, որտեվ հələ ոչ մի անգամ չի գնացել ինքը այդ էջ։ Սխմի մի հատ։ Բացեց, ինտերնետից էր փաստորեն։ Հիմա որ հələ հետ գնա, տես էլի նույն գույնն է։ Կոմոդ Միլենա։ Փոխվել է։ Շատ լավ։ Ժորժ ջան, հիմա հաճախ ու երևի շատ դեպքերում կարիք է լինում, որ երբ որ ես սխմեմ YouTube-ին կամ Facebook-ին կամ կապ չունի տվյալ լինքին, ասենք իմ էջում, հա, կա մի հատ հատված, որը որ տանում է լրիվ ուրիշ էջ։ Օրինակ, չգիտեմ, ես կայք եմ հավաքել, որտեղից միանգամից հղում կա դեպի Facebook։ Երբ որ ես սխմեմ Facebook-ին, ոչ թե իմ կայքի էջը reload եղնի, հա, ու բացվի Facebook-ը, այլ ես ցանկանում եմ, որ իմ կայքի էջը մնա, բայց նոր tab-ով բացվի Facebook-ը։ Այդ ամեն ինչը համակարգելու համար իմ աթեգում գոյություն ունի մի հատ լավ ատրիբուտ, որը կոչվում է target։
չէ, տղեկ։ Target-ը երբ որ տալիս ենք blank արժեքով, ինքը մեզ հնարավորություն է, տեսեք, հիմա որ գնանք, YouTube-ը պետք է բացի նոր թաբով, իսկ Facebook-ը կբացի նորից այս մեր edge-ում, քանի որ իր մոտ չկա այդ ատրիբուտը։ Հիմա, երբ որ սխմեմ եմ YouTube-ին, տեսեք, իմ բաղանիսը մնացել է, բայց YouTube-ը բացում է։ Բայց երբ որ ես սխմեմ եմ Facebook-ին, տեսեք բաղանիսն է, քանի որ իր մոտ չկա, հա, այս target ատրիբուտը։ Եթե ես այս նույն ատրիբուտը բերեմ ու ստեղ է դնեմ, հա, արժեքը blank։ Արդեն երկուսի վրա էլ ես մկնիկով որ սեղմեմ, իրանք կգնան լրիվ նոր edge-էր։ Հա, սա YouTube-ն է, սա էլ Facebook-ը։ Տեսեք Facebook-ը, YouTube-ը, այս էլ image-ը։ Լավ։ Հիշեցիք։ Մալադեց։ Всё, բոլորի մոտ ստացվեց, չէ՞։ Բառը որ ճիշտ գրեք, երեխեք ջան, նայեք, երբ որ ես էսի ջնջեմ նորից գրեմ, ես գրում եմ մի բան, որտեղ արդեն ռեդակտորը գիտի ես ինչի մասին եմ ուզում խոսամ, հա, tar, տեսեք բերեց, target։ Եթե ես ինքը իր վրա չի, կամ չգիտեմ, եթե ես translate-ը ուզենայի օգտագործեի, կիշնեի մի հատ ներքև, բայց եթե ես ուզում եմ target-ը ու ինքը առաջինը target-ն է բերել, ես սխմում եմ enter, ինքը արդեն միանգամից իր ճակերտներով քիչ է բերում, մի հատ էլ ասում է target-ը քանի հատ տարբերակ կարա ունենա, blank, parent, self ու top, հա, մենք օգտագործում ենք blank-ը ու blank-ի միջոցով արդեն ասեցիք ինչ արինում նոր թաբա բացվում։ Ձեզ մի տանջեք, հա, մինչև վերջ գրեք ձեռով target, հավասար է, ճակերտները դնեք, կարակը տենց էլ անեք, բայց այս պարագայում հիմա չկա։ Դիր ձեռով, ոչ։ Ուրեմն ուզում եմ, որ դու տանջվես քո ռեդակտորը։ Չի ուզում, որ քո համար հեշտ լինի ամեն ինչ։ Ուրեմն քեզ ամեն ինչը դժվարությամբ է տրվում։ Դա էլ իր առավելություններն ունի, չէ՞։ Հա։ Մեղված ասեցիր, բայց մի տեսակ։ Դե Բայց հələ միացրու գրի էլի, տնան ոչ չի բերում այդ ամեն ինչը։ Հա։ Չէ, նեն։ Լավ, օքեյ, որ ստացվել է։ Բայց որ մաքրես գրես target, հələ տակի գիծ գրի ու գրի blank։ Տակի գիծը գիտես, չէ, այս 9-ի կողքերն է։ 0-ի, 9-ի 0-ի կողքը։ Մենք ինչքան ժամանակ ունենք հələ, Էրիկ դու երբ ես դուրս գալու ամենաուշը։ Անց 20։ Լավ։ Ուրեմն երեխեք, այսօր մի հատ էլ թեգի հետ կծանոթանանք, հա, ինքը image tag-ն է, մեր նկարի հետ կապված, հա, նկարի tag-ն է։ Իր հետ կծանոթանանք, ուրեմն table-ին կանրադառնանք հաջորդ դասին։ Table-ը կանենք ու հաջորդին կանցնենք արդեն առաջ այն մյուս դասից։ Ինչ որ բաներ կանենք, եթե table-ը մեր մոտ լավ ու նորմալ ստացվի։ Դե, սաղի մոտ ստացվել է, չէ՞, ես ուրեմն աթեգի հետ կապված ամեն ինչ։ Շատ լավ է, գնացինք առաջ։ Երեխեք ջան, հաջորդ թեգը հաճախ մենք մեր կայքերում դնելու ենք նկարներ։ Կներեք, դնելու ենք նկարներ, այդ նկարները ոնց ենք անելու ու որ թեգի միջոցով ենք մենք կարողանում դնել։ Հետի մեր image tag-ն է,
որը գրվում է img։ Մեր image tag-ը բացվող փակվող չի, ինքը միանգամից մի հատ ամբողջականություն է, այդ փակվելու այդ հատվածը չունի, հա, ոնց որ a tag-ներ, ոնց որ OL-ներ, ոնց որ ly-ներ, ինքը ուղղակի բացվում է ու վերջ, իրա բացվել, փակվել է, այսքանով սահմանափակվում է, գրվում է image ու գրում ենք src, src-ին տալիս է իրա ուղին, ինչ-որ մի նկար դնելու համար, քանի որ մենք արդեն ունենք image թղթապանակը բոլորս, գնում ենք Google-ից մի հատ հավեսով նկար ենք վերցնում, բերում ենք մեր image-ի մեջ պահում ենք, հետո էլ բերում ենք որպես image դնում ենք ու արդեն մեր բրաուզերում տեսնում ենք այդ նկարը, գնացինք, գնում ենք Google, այս Facebook-ն ու YouTube-ը հələ մեզ պետք չի, գրում ենք picture կամ չգիտեմ, լավ է նկարներ ա բերում, մի հատ սիրուն նկար վերցնում ենք, երևի աշնանային ոչի մեջ, հա, ոնց որ պահեցինք մեր լոգոն, նույն ձև պահում ենք մեր այս նկարը, save image as, կամ սախրանից կարծինք ու կակ, բերում ա, desktop-ից նշում ենք, աղանից, image, image-ի անունը փոխում ենք, դնում ենք, աշուն անգլերեն ոնց երով կարասի, autumn, հաշտար կար, ուզում եմ հիշեմ, սենց, թե չկար հաշը, out, չէ, սենց էր, չէ, սենց, շատ շնորհակալություն, out, հիմա գնում եմ redaktor-ից մեջ նայեմ, հա, այդ ավելացել է, թե չէ, ավելացել է, ու բերում է, ստացվել է ձեր մոտ երեխեք, ինչպես, հա, ոչինչ, պետք է նորից պահեմ ստեղ, պետք է նորից անդրադառնամ, հա, բա ոնց, եթե ես ուզում եմ, եթե ես ուզում եմ այս նկարը պահեմ, աջ կլիկ եմ անում, save images կամ սախրանից կարծինք ու կակ, երբ որ ես սխմում եմ, դες ինքը բերում է, սրա անունը փոխում եմ, դնում եմ FL ու երբ որ անունը դրեցի, նոր save եմ անում, հա, ինքը գնում է իմ պապկայի մեջ պահպանվում է, հետո redaktor-ի մեջ երբ որ գալի նայում եմ, ինքը ավելանում է, որովհետև համապատասխան տեղում երևի չես պահպանել վրեժ ջան, հələ մի հատ որ անում ես, հա, ստեղ որ էսի, չգիտեմ, այս նկարը որ ուզում ես ավելացնես, մի հատ ստեղից պետք է հասկանաս դու ճիշտ տեղում ես, թե ճիշտ տեղում չես, վերևի հատվածում բերում է ուղին, ընդհանուր ուղին, չի ավելի խորացված C դիսկով գնում է մինչև հասնում է քո ուղին, հա, որտեղ որ քո թղթապանակն է, հիմա իմ մոտ desktop աղանից image պետք է լինի գրած, քո մոտ էլ, իմ մոտ, դե այստեղից գալիս ես, նշում ես արդեն ձախ պանելային հատվածումդ, քեզ հնարավորություն է տալիս գտնելու ու ընտրելու այն թղթապանակը, որտեղ որ դու ուզում ես քո ֆայլերը պահես, ծխում ես desktop, գալիս ես գտնում ես աղանիսը ու image-ի վրա սխմելով, հա, մտնում ես նորից image-ի մեջ ու save ես տալիս, պահպանում ես, չէ, copy չենք անում, երեխեք ջան, copy image-ի վերևը
Save image as. Copy image-ը լրիվ ուրիշ բան է։ Save image-ը պահպանում է այդ բանը, հա։ Նկարը։ Ստացվեց երեխեք։ Հա։ Ու մոտ չի եղել։ Բոլորի մոտ էլ եղել է։ Okay։ Հիմա գալիս ենք այս image-ի, այսար, հա, որտեղ select-ի նշանաբել, այստեղ, այստեղ արդեն ցույց է տալի, որ ներբեռնել է ֆայլերը, բայց արդեն երբ որ հա, redactor-ի մոտ որ գնաս, այս image-ը որ փակ լինի, կարաս բացես սենց ու արդեն երևալու են նկարները։ Երևում է, կա image-ի մեջ նկարները։ Հա։ Շատ լավ է, ուրեմն ճիշտ ես արել ամեն ինչ։ Ուրեմն index.html ֆայլի մեջ, Ժողովուրդ ջան, image tag-ի մեջի src ատրիբուտը մեզ հնարավորություն է տալիս այս նկարը դնելու մեր edge-ում, հա։ Երբ որ մենք գրենք image, ուղին նույն ձևով գրում ենք, հա, out-ում JPEG եմ ես գրում ու իմ նկարը տեղադրվում է իմ edge-ում։ Շատ մեծ չափերով է ինքը, հա, տեղադրվում, բայց մենք այդ ինչ անենք։ Այո, մենք իր չափերի հետ կապված կարանք փոփոխություններ անենք, ու այդ ամեն ինչը անում ենք իրան տալով չափը։ Որ չափն է։ Հա, որ տարբեր է լինելու, երեխեք ջան, չափերը։ Ոչինչ, հա, նկարներից կախված տարբեր է լինելու, բնականաբար։ Հիմա մենք ուղղակի իրան կարանք չափեր տանք, ասենք ինպես էլի մեծ է ստացվել, ոնց պիտի անեմ, կամ ասենք դուք ուզում եք, որ այդ նկարի չափերը ավելի մեծացնեք, ինչ եք անելու։ Նկարի չափերի հետ կապված, եթե փոփոխություններ ենք անում, մեզ օգնության է գալիս width, width-ը դա լայնությունն է, հա։ Width տալիս եմ, ասենք 200 չափը ու height-ը տալիս եմ 100։ Չափեր որ տալիս եմ, ինքը արդեն իմ կողմից դառնում է կառավարելի։ Տեսակ, իմ մոտ էլ փոքրացավ։ Արեցիք ձեր մոտ էլ այս փոփոխությունը։ Այսինքն width-ի ու height-ի միջոցով մենք կարանք մեր նկարի չափերը փոխենք, չէ՞։ Ուրեմն այսօր, ահա։ Լավ, այսա մի հատ ընդհանուր ամփոփենք Էրիկ գնա ու նոր թեմա չենք անցնի, այս հների հետ կապված մի քանի բան էլ կխոսանք ու կվերջացնենք, ովքեր որ գնալու են կգնան, հա, մնացածս մի երկու բան էլ կքննարկենք, հաջորդ թեմայի հետ կապված մի երկու բառ կասենք, տնայինների հետ կապված էլ ու կվերջացնենք մինչև անցկես։ Ուրեմն այսօր անցանք ցուցակները, համակարգված, չհամակարգված, A-tag-ը, որը մեզ տալիս է լինքի հնարավորություն, մեկ ուրիշ կայք հաճախելու համար, մեկ էլ նկարի tag-ը անցանք, որը կարանք բերենք, սիրուն դնենք դիզայնային առումով ու իր չափերի հետ կատարենք փոփոխություններ։
Տնայինները նորից classroom-ով ուղարկելու եմ, տնայինները նորից անելու եք հետ ուղարկեք երեխեք ջան, շատ երկար ժամանակ ունեք, եթե ժամանակային առումով սենց մի քիչ ավելի ընդարձակ լիներ մինչև ժամը 6 անենք, table-ներ կանցնենք, բայց քանի որ նկատում եմ, որ այդ հնից այդքան էլ լավ չի հիշվում այդ ամեն ինչը, ուրեմն պարտավոր ենք այդ ամեն ինչը չանենք ու սպասենք մինչև որ արդեն լիարժեք կլինենք, նոր table-ը կանցնենք, որովհետև ինքը տեղից էլ մի քիչ ուճուճ գաղափարը, հա։ Երեք ջան, դու արդեն կարաս գնաս։ Ստեսությունների։ Հիմա ում մոտ չէր ստացվել այս ամեն ինչը։ Երեխեք ջան, մի հատ էլ մարդ կա, որ հիմա նորից պետքա գնա դասերի է։ Էլ ոչ մեկ չպետք է գնա։ Okay, եկեք հասկանանք ում մոտ ինչ խնդիրներ կա այդ թերությունները վերացնենք։ Ում մոտ չէր ստացվել։ Հələ վրեժ ջան միացրու։ Ես հասկանամ, հա։ Հա, չի բացել, հա, այդ մասով նկարը, ուղղակի նկարը չի բացել։ Կարող է ինչ-որ ուղին կամ ֆորմատը սխալ ես տվել դրա համար։ Հələ արի գնանք մի հատ ուրիշ նկար, քաշենք բերենք ու հասկանանք, հա, ինչի համար չի անում։ Հələ գնա Google, մի, սենց առանձին էջով մի բաց, սովորական նկարի վրա ուղղակի աջ քլիք արա, սովորական նկարի վրա, չէ, սենց մեծ մի բացի, ուղղակի այդ Google-ի մեջ սովորական նկարի վրա։ Որ ֆայլը, հələ Google-ով որ գրում ես picture կամ image։ Ոնց կպցրել չի։ Հա, բանով չի, Google Chrome չի։ Հա, ոչինչ, Google Chrome պարտադիր չի որ լինի, չէ, այդ չի ասում, բրաուզերդ կարա հետի բերի, ոչինչ։ Հետո մի հատ Google Chrome կքաշես, որ արդեն իրանով անես, որտեվ ինքը ավելի, հա, հարմար է օգտագործելու համար։ Հələ միացրու մի հատ, նորից գնա, ոչինչ։ Այդ դրա մեջ էլ դու կարաս հանգիստ Google-ը search անես ու Google-ով ամեն ինչը poisk անես։ Google.com ես գրում, հետո մտնում ես, ոնց որ ես գամ ստեղ, հիմա գրեմ Google, հա, .com ու գնամ, պարտադիր չի, հա, ուղղակի իրանն է հենց Google Chrome-ին, ինքը միանգամից բերում է։ Նոր ստեղ արդեն երբ որ Google Chrome-ի էջը, Google-ի էջը բացի, նոր բան կանես։ Գրի Google.com, Google.com, վերեց։ Հիմա ասենք ուզում ես մի հատ նկար քաշես, այդ նկարի վրա միանգամից աջ քլիք ես անում, մկնիկի, կամ այդ բացված մասից, որտեղից ուզում ես։ Նկարի վրա աջ քլիք ես անում, նկարի վրա։ Վրեժ ջան, նկարի վրա ես, արի ես չնկատեցի։ Մկնիկը պահել ես նկարի վրա։ Չէ, տալիս ես սախրանից կարծինք ու կակ։ Հիմա աջ քլիք արա, մի են մյուսը սեղմի, աջ քլիք, մկնիկի աջ կողմինը սեղմի։ Վրեժ ջան, որ տանում ես նկարի վրա, մի սխմի ոչ մի բան, ուղղակի թող կուրսորը մնա նկարի վրա, աջ քլիք սխմի, աջը սխմի։ Ձախն ես սխմում, էթում առանձին էջ այս է։ Հենց ձախն ես սխմում, նայի ձախն եմ սխմում, էթումա Վիկիպեդիա։ Իրա մասին պատմող ինֆորմացիա է, էլի։
Հələ աչը սխմի, աչ կլիկ արա իրա վրա, թող են մենյուն բացվի, նենց արա ես տեսնեմ, հա, վեր, նկարի վրա պահի ու մկնիկի աչ կողմի կնոպկան սխմի, թող բացվի այդ մենյուն, որ սաղրանից անենք, հա նկարը, հա բերել, հա, են տակը ինչ ա գրեբա արդեն են կապույտով, հələ մոտիկացրու, JPEG, հա երևի ֆորմատը, մի րոպե, չէ լավ անունն ա մենակ բերում, հա, լեյք, հա, ուզում ես մաքրի թող մնա մենակ picture-ը, կամ չգիտեմ, եթե տենց անես ուրեմն այդքանը գրելու ես, picture գրի կամ image, ինչ-որ մի բան գրի անունը, հիմա գնանք redactor-իդ մեջ տեսնենք կա, գնա վիզուալ, հիմա այդ պապկայի մեջ բերել, հա էդի, սա էր, հիմա սրա անունը ինչ ա, image, դե հիմա աստեղ ես, որ image tag-ըդ կա, ես արսին, որ գրել ես հավասարա, գրում ես image, slash, ու գրում ես իրա անունը, գրեցիր, հələ refresh արա էջդ, իսկ քո մոտ այդ բանը control S-ը արել ես, որ փոփոխությունները պահպանվի, դե հələ մոտիկացրու այդ image tag-իդ նայեմ, ձախ տար, անունը ճիշտ ես գրել, հələ այդ image-ը որ գրել ես, picture.jpg-ը հələ մաքրի, այդ մասը գրած, մինչև slash-ը մաքրի, image, slash-ն է մաքրի, թազա դիր slash-ը, ու բան չգրես հələ, տակից չի բերում, տարբերակներ, կարող ա image չի, image-ის ա պապկիտ անունը, ոնց ա գրած redactor-ի ձախ անկյունում վերևը, պապկայի անունը, հələ, հա դու չունես դաժե այդ պապկեն, հա, հրեշ ջան, բա այս երկու դասը դրա մասին ենք է խոսում, նա index.ht, երևում ա չէ իմ էկրանը, ստեղ կա index.html ֆայլ, դրա վերևը կա image, թղթապանակ, որը որ բացվում, փակվում ա, իրա մեջի ֆայլերը, հիմա գալիս ես ստեղ, նայ ինչ ես անում, գալիս ես ես վերևի մենյուից, new folder ես ծխմում, տենում ես, չէ, երբ որ ծխմում ես new folder, գրում ես անունը image, այդ դատարկ մասը, որտեղ որ բերում ա, գրում ես image, okay, հիմա այս դրսում հայտնված քո նկարները, նշում ես, control X ես անում, ու տանում ես այդ պապկայի վրա, control V ես անում, ասենք այս իմ մի նկարը դրսում ա, հա, ստեղ ա, նայ, ասենք այս իմ նկարը դրսում ա, ես control X եմ անում, բերում եմ ստեղ ու control V եմ անում, նորից ընկնում ա իմ պապկայի մեջ, չէ, այս դրսից նշում ես նկարը, control X ես անում, գնում ես image-ի վրա սխմում ես ու control V ես անում, կարաս control-ով սաղ նշես, հետո control X անես, ու տանես control V-ով դնես,
Եղավ։ Հիմա տես բացում, հա նկարը։ Ուղին պիտի ճիշտ տաս, որ ճանաչի ինքը։ Հիմա գնա բրաուզերում տես եղել է նկարը։ Բրաուզերում։ Եղավ, վերեց։ Չափերի հետ կապված է փոփոխությունները պարզ է, չէ՞ ոնց ենք անում։ Okay, երեխեք ջան, տնային առաջադրանքները կուղարկեմ, անպայման կանեք հետ կուղարկեք, ովքեր որ արդեն տնային առաջադրանքներ պիտի ուղարկեին ինձ, այդ մինչև վաղը գիշեր ուղարկեք այդ տնայինները անցած դասի։ Այս նորերը մինչև Կիրակի օրը ձեզ ժամանակ։ Վիդեո դասը անպայման նայեք, որովհետև հաջորդ դասը սկսելու ենք հարցերով, անհատական հարցեր կտրվեն ու բնականաբար են հենց հարցեր, որոնք որ արդեն շոշափվել են այս մի դասի ընթացքում։ Սպասում եմ, որ անպայման այդ հարցերը իրենց պատասխանները ունենան ձեր կողմից։ Ու հաջորդ դասին արդեն նոր կանադառնանք table-ներին ու տենց շարունակ առաջ կշարժվենք։ Վերջ այսօրվա համար այսքանը, ապրեք, տեսնեմ, եղեք ջան, տեսնություններ։ Շարունակենք։